Արամ, դու Հրաչյա Աճարյանի սիրո պատմության մասին լսել ես։ Արևիկ, ես գիտեմ, որ ինքը շատ խելացի մարդ է եղել ու 50-ից ավել լեզու է իմացել, բայց սիրո պատմությունը չեմ լսել։ Նա իր կնոջ հետ շատ կապված էր, իդեպ ասեմ, որ ծանոթացել են Շուշիում։ Քո ձայնից ես հասկանում եմ, որ այս պատմությունը տխուր ավարտ է ունեցել։ Աճարյանի կինը վաղաժամ մահանում է։ Ու այդ դեպքից հետո Աճարյանը տան մեջ ոչինչի չի կարողանում ձեռք տալ, իսկ իր կնոջ զգեստը նա կախում է պատին։ Պատկերացնում ես, նա ամեն երեկո գալիս էր տուն եւ զգեստին պատմում էր, թե ինչպես անցավ իր օրը։ Խեղճ Աճարյան, չեմ կարող պատկերացնել, թե ինքը ինչ էր զգում կնոջ կորուստից հետո։ Բայց ավելի վատ բան էլ կա, որովհետեւ մի օր Աճարյանի տունը թալանում են։ Արևիկ, մենակ չասես, որ կնոջ զգեստն էլ են գողանում։ Այո, ցավոք սրտի գողացել են զգեստը։ Ախր դա միակ բանն էր, որ իր կնոջից մնացել էր։ Մի անգամ Աճարյանը Աբովյան փողոցի վրա տեսնում է մի կնոջ հենց այդ զգեստով ու պարզվում է, որ այդ կինը ինչ-որ տղամարդուց գնել է այն։ Արևիկ, ասա, որ նա կարողացել է վերադարձնել այդ զգեստը։ Ճիշտ է, կինը ոստիկանություն է կանչում, բայց Աճարյանի մոտ ստացվում է վերադարձնել զգեստը։ Իրականում շատ հետաքրքիր պատմություն էր, բայց հետաքրքիր է 21-րդ դարում այդպիսի սեր կա, թե ոչ։ Անպայման մեկնաբանություններում գրեք օրինակները եւ լայքը չմոռանաք, որ մարդիկ իմանան մեր Աճարյանի սիրո մասին։ Շնորհակալություն։